Դարձյալ վերադարձանք տաղավար, հարգելի հեռուստադիտող եւ գարնանային ու վառ պայծառ տրամադրությամբ շարունակում ենք մեր հարցազրույցների շարքը։ Շատ հետաքրքիր թեմա ենք քննարկելու, գուցե այնպիսի թեմա, որ դեռ չենք քննարկել, բայց իսկապես այն հետաքրքիր է։ Հայաստանում հունական համայնքի մասին ենք խոսելու, մարդիկ, ովքեր մեր կողքը ապրում են եւ նրանց մասին բնականաբար շատ բան իմանալ իսկապես պետք է։ Տաղավարում է Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, ողջունում եմ ձեզ, եւ միության երիտասարդական թևի ղեկավար Դիանա Սմբատյանը։ Ողջունում եմ ձեզ եւ իսկապես շատ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Կիրակի առավոտները ինչպես եք սկսում եւ արդյոք դրանք աշխատելու մասին են, թե միևնույն հանգստանում եք կիրակին ինչպես որ որոշված է։ Կիրակի առավոտները սկսում ենք ինչպես բոլորը, բայց երբեմն այնպես է ստացվում, որ կիրակի առավոտները ստիպված ենք լինում այլ գործունեություն սկսել, օրինակ անցած շաբաթ, կիրակի չէ շաբաթ առավոտը, քանի դեռ Հայաստանում մնացած բոլորը հանգստանում էին, մենք ուղևորվել էինք Հանքավան, շատ լավ է, որը միջոցառում է շատերիս համար աշխատանք է, այնպես որ եթե զբաղվում ես համայնքային գործունեությամբ, երբեմն շաբաթ կիրակի չես ճանաչում, այո։ Իսկ սուրճ թեյ պարտադիր է առավոտյան դրանից սկսել։ Դիանայի դեպքում էլ կարծում եմ, այնպես որ քանի որ կիրակի առավոտ է, կարող եք նաև մեր հյուրասիրությունից օգտվել։ Եթե դուք թեյ եք նախընտրում։ Խոսենք հունական համայնքի մասին, գիտեմ որ շատ չեն, փոքրաթիվ համայնք է այնուամենայնիվ, բայց հին պատմություն ունեն հույները Հայաստանում ու միանշանակ ունեն շատ նմանություններ հայ ժողովրդի հետ ու նաև այն պատմության հետ, որը որ կա, թե հույների, թե հայերի դեպքում դա բավականին հին է։ Ինչ կպատմեք մեզ հունական համայնքի մասին եւ մենք լինելով հայ, ինչ պետք է իմանանք նրանց մասին, որպես մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություն։ Սիրով, հատկապես որ իմ սիրած թեմայից ենք խոսելու։ Հայաստանում հույները շատ շուտվանից են եղել։ Դա մասին է վկայում Հայաստանում հունական արձանագրություններ, ամեն ինչ, այսինքն հունական ներկայությունը Հայաստանում դարերի պատմություն ունի։ Բայց երբ խոսում ենք համայնքի մասին, մեր նախնիները Հայաստան են եկել 1700-ականների կեսերին պատմական Պոնտոսից, որ այժմ Թուրքիայի տարածքում է գտնվում։ Հանքագործ վարպետներ էին, իսկապես տաղանդավոր վարպետներ էին եւ վրաց Իրակլի թագավորի հրամանով մեծ թվով վարպետներ Պոնտոսից եկան, հիմնականում Տրապեզոն, Արգիրոպոլիս քաղաքներից եկան հիմնականում Հայաստանի հյուսիս, այո, Լոռու մարզ եւ այլն, այն բոլոր վայրերում, որտեղ հանք կար, այդ հանքերը շահագործելու, այնտեղ աշխատելու եւ նույնիսկ պատմաբան Լեոն է նշում, որ բոլորը գիտեն, որ հանքի գործը հույնի գործ է, հույների գործն է։ Եվ այստեղ արդեն լավ պայմաններ, արտոնություններ ստանալով իրենք ընտանիքներ են հիմնում, բնակավայրեր են հիմնում, այդպես ստեղծում են առաջին հունական բնակավայրերը, եթե կա բնակավայր, այնտեղ լինում են եկեղեցիներ, դպրոցներ, այն ամեն բոլոր ենթակառուցվածքները, որ պետք է մարդու բնականոն կյանքի համար։ Դա դեռևս 18-րդ դարն էր։ Դարերի ընթացքում, ճիշտն ասած, երևի թե պատճառը նմանություններն էին, որ հայ ազգին շատ նման էր հույն ազգը, պատճառը նաև խառնամուսնություններն էին եւ այլն, հույները շատ սկսեցին նմանվել հայերին, այո։ Եվ այս պահին մենք ունենք շատ խառնամուսնական ընտանիքներ, որոնք այդպես առաջին հայացքից շատ խառնամուսնական էլ չեն, որովհետեւ դժվար է տարբերել, որ հույն է։ Երբեմն այո, շատ դժվար է տարբերել։ Եվ արդեն անկախությունից հետո 90-ականներին շատ մեծ թվով հույներ մեկնեցին Հայաստանից, ավելի լավ կյանքի փնտրտուքով, գնացին Հունաստան, գնացին այլ վայրեր, այդ տարիներին հայրենադարձության ծրագիր ուներ Հունաստանը, լավ պայմաններ տրամադրում այստեղից եւ առհասարակ նախկին սովետական երկրներից գնացած հույների համար, եւ այդպես մեր գյուղերը հունաթափվեցին եւ այս պահին մենք չունենք այդպես ասած կոմպակտ բնակավայրի տարբերություն, օրինակ եզդիների, ասորների մենք չունենք, բայց ունենք հունական գյուղեր, որտեղ քիչ թե շատ հույներ են ապրում։ Հիմա են հյուսիսում իրենք ավելի շատ։ Այո, շատը հյուսիսում է, Սպահին Ալավերդին մեր ամենամեծ համայնքն է, այնտեղ ավելի շատ հույներ են ապրում, բայց բնականաբար նաև Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում, ամեն դեպքում հյուսիսային հատվածում շատ եւ մայրաքաղաքում եւ շատերը ովքեր հենց այդտեղ են ծնվել, հյուսիսում են ծնվել, հիմա իրենց կյանքը գործունեությունը շարունակում են մայրաքաղաքում։ Մայրաքաղաք են տեղափոխվել։
հայ եւ հույն ժողովուրդների միջև թե բարեկամություն, թե մշակույթ, թե պատմությունը իսկապես նման է, բայց հունական համայնքը բնականաբար Հայաստանում ուժ ձևավորվեց անկախությունից հետո։ Մի փոքր խոսենք նաեւ դրա մասին, ինչպես ձևավորվեց հունական համայնքը եւ հիմա այն ինչ կարգավիճակում է գտնվում։ Դե անկախությունից հետո առաջին կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները ձևավորվեցին եւ դրանք ընդգրկում էին այն կոնկրետ տարածաշրջանների, մարզերի, հույների։ Եվ այդպես իմ նշած հունական համայնքները Վանաձորի, Ստեփանավանի, Ալավերդի եւ այլն, հենց տեղային համայնքներ էին։ Եվ տարիների ընթացքում այդ համայնքները իրենց գործունեությունն ավելի կանոնակարգված ունենալու եւ ավելի բնականաբար ավելի արդյունավետ աշխատանք կատարելու համար միավորվեցին միության մեջ։ Այս պահին միությունը, որի մասին մենք խոսում ենք, ընդգրկում է 9 աշխարհագրական, այսպես ասած, տարածքային համայնք եւ 2 կազմակերպություն, մեկը տնտեսական մշակութային կապերով զբաղվող եւ մեկը մեր երիտասարդական կազմակերպությունը, որ ղեկավարում է Դիանան։ Այո։ Երիտասարդական թեւ ասելով ինչ նկատի ունենք եւ դա ոնց ենթադրում եմ երիտասարդ հույներին է, այսպես համախմբում։ Մի փոքր խոսենք նաեւ դրա մասին։ Բարի, ինչպես Մարիան ասեց, երիտասարդական կազմակերպությունը, որը դեպ կոչվում է NISI, նշանակում է կղզի, այո, թարգմանաբար նշանակում է կղզի, մեկ առավելություն ունի մնացած բոլոր համայնքներից, ավելի մեկ տարբերություն ունի, իր մեջ կարող են ընդգրկվել նաև ֆիլելինները, այսինքն հունասերները, ովքեր չունեն հունական ծագում, սակայն ունեն մեծ սեր, մեծ ցանկություն, այո, եւ կարող են իրանք նույնպես ընդգրկվել կազմակերպության մեջ եւ կազմակերպության շրջանակներում գալ բարի դասերի, գալ լեզվի դասերի, որը կազմակերպում է միությունը, այսինքն համայնքում գործում են եւ բարի դասեր եւ լեզվի դասեր։ Իդեպ ամբողջը անվճար է, բոլոր ցանկացողները կարող են գալ եւ մասնակցել եւ բացի այդ ունենում ենք կինոդիտումներ, ունենում ենք ճամբարներ, ամենամյա ամառային ճամբարներ, ելի հիմնականում հյուսիսային Լոռվա հատվածում ենք կազմակերպում, վերջին տարիներին դա Ծիծեռնակի մասին է խոսքը ճամբարը Վանաձորի։ Այնտեղ երկար տարիներ այնտեղ տեղափոխվեցինք Ստեփանավան, այո։ Այո, տեղափոխվեցինք Ստեփանավան, այս տարի եւս Ստեփանավանում է սպասվում։ Եվ հունասերներին եւ հույներին։ Ճամբարները, չէ, ճամբարները հույն երեխաների, ծագումով հույն երեխաների համար է, որովհետեւ նախ քանակությունը չենք կարող շատ մարդ ներգրավել եւ մեծ նպատակը հույն երեխաների, ովքեր բնակավայրերով տարբեր տեղերից են, իրենց մտերմացնել, այո, իրար հետ կապ ստեղծել, որպեսզի հետագայում մենք համայնքը, այո, հենց լինի համայնք, ապահով ձեռքերի փոխանցենք մեզանից հետո։ Բայց եկեք խոստովանենք, որ Լոռվա բնության մեջ էլ հանգստանալով իրենք Հայաստանի բնությանն են ծանոթանում, այնպես որ այսպես փոխհարաբերությունների մեջ են գտնվում, նաև հայկական բնության հետ կարելի ասել այս դեպքում։ Հունասերները շատ են մեր երկրում եւ բավականին հետաքրքրվածություն կա։ Հիմնականում հետաքրքրվածությունը հենց լեզվի ուսուցման, այսինքն մեզ գտնում են եւ գալիս են համայնք լեզվի ուսուցման նպատակով, որից հետո արդեն մշակութային միջոցառումներին են այո սկսում մասնակցել, դառնում են մեր լավ ընկերներ, հենց կամած ավելի սերտաճում են հունական մշակույթի հետ, բայց հիմնականում Եվի գլխավորը հենց լեզվի ուսուցումն է, որը տարեկան սեպտեմբերից մինչև մայիս, այսինքն ուսումնական տարվան զուգահեռ, այո, հենց որ համեցեք լեզվի ուսուցման։ Բարերի նկատմամբ էլ կարծում եմ սեր մեծ կա հունական մշակույթ, բարեր այս դեպքում հետաքրքրում են։ Այո, ճիշտն ասած մի փոքր սխալթյուր կարծիք կա այն առումով, որ գալիս են նպատակը հիմնական սիրտակի սովորելն է, ինչպես գիտեք։ Ես դա նկատի ունեի, այո, սիրտակի սովորելու համար, բայց մի գաղտնիք բացեմ, սիրտակին ազգային պար չէ։ Ինքը ֆիլմի համար բեմադրված, այո, Հույն Զորբա ֆիլմի համար Նիկոս Կազանձակիսի ֆիլմի Նիկոս Կազանձակիսի գրքի, այո, համանուն գրքի նկարահանման ժամանակ ֆիլմի բեմադրվել է այդ պարը եւ այդքան տարածում է գտել, բայց մենք դասավանդում ենք ազգային պարեր։ Դե բայց քիչ չեն նաեւ ազգային պարերը հույների, իսկապես բավականին շատ են, եւ հունականը եւ պոնտականը։ Նույնիսկ վերջերս ես մի փոքր լրացում անեմ, երբ մենք ասում ենք, ես քանի որ սկզբում նշեցի, որ այստեղի հույների նախնիներն եկել են Պոնտոսից, եւ պատճառներից մեկը, որ հույն ազգը Հայաստանում իրեն չզգաց օտար երկրում եւ միանգամից այսպես ընտելացավ, բանն այն էր, որ Պոնտոսից էին եկել եւ
պոնտոսցի հույները շատ նման են հայերին։ Եվ իրենց, այսպես ասած, խառնվածքով, մտածելակերպ եւ արտաքնապես հատկապես շատ նման են։ Խոհանոցով նույնիսկ մենք գիտենք այդ բոլոր նմանությունները, մենք դա ընդունում ենք եւ դրա համար ենք հասկանում, որ հարազատ միջավայրում ենք։ Այսինքն մենք արդեն այդ միջավայրում ենք ծնվել, մեր նախնիները, բայց մեր վերջին միջոցառման ժամանակ մենք մի բան հայտնաբերեցինք միջոցառմանը նախապատրաստվելիս, որ ոչ միայն արտաքնապես, այլ նաև պարերով։ Այո, մենք անցած շաբաթօրը ապրիլի 26-ին ուխտագնացություն ունենք դեպի Հանքավանի Այոս Գեորղոս եկեղեցի, քանի որ ապրիլի 23-ին հույները նշում են Սուրբ Գևորգի Այոս Գեորգիոսի տոնը, եւ դրան հաջորդող շաբաթօրը մենք որոշեցինք ուխտագնացություն անել։ Հանքավանի մեր այդ եկեղեցին քիչ թե շատ պահպանված միակ եկեղեցին է, որը բաց է եւ կարող է այցելուներ ընդունել, մյուսները կիսավեր վիճակում են, ավելի փոքր են, ավելի ոչ բարեկարգ են եւ որին մասնակցում են շատ մարդիկ են այդ ուխտակնացությանը մասնակցում, այդ թվում նաեւ Հայաստան Հունաստանի դեսպանության ներկայացուցիչներ, դեսպանը, փոխդեսպանը եւ մենք մեր նպատակը ոչ միայն դա ուխտակնացություն ներկայացնելն էր, այլ նաեւ հունական եւ հայկական մշակույթների, այսպես ասած, փոխհարաբերությունը հույները այս դեպքում մի գեղեցիկ վարք օգտագործեն պսակելը։ Եվ որոշեցինք, որ լավագույն տարբերակը այդ ամեն ինչը անելու կլինի պարը։ Համագործակցելով ԱՓԱՊ-ի վարը ենք նախաձեռնությունների հետ, մեր ձյաննան, որովհետև պարը ինքն է ուսուցանում, որոշեց ընտրել այն պոնտական պարերը, որոնք նմանություններ ունեն հայկականին, բայց որ հայկականին, համշենական հայկականին։ Եվ որպեսզի պատկերացնեք, մենք վերցեցինք պոնտական թամզարան եւ համշենական թամզարան։ Եվ բարձվեց ու էլի շատ պարեր, որոնք անվանումները տարբեր են, բայց ռիթմը նույնն է, քայլերը նույնն են, ու այսպես ասած մի ֆանտաստիկ միջոցառում է ստացվել։ Իր տեսակի մեջ առաջինն էր, այդպեսի փորձ դեռ չենք արել, բայց վստահ եմ, որ մյուս տարի էլ սպասելու որ անենք այդ միջոցառումը։ Պարը ամեն դեպքում նաեւ բնավորություն է արտահայտում եւ հույների ու հայերի դեպքում այդ պարով խիզախությունը, մարտնչելու կարողությունը, պայքարելու ցանկությունը երկու ազգերի միջև էլ կա ու շատ նման են։ Նմանությունները իսկապես շատ կան, բայց վստահ եմ նաև ինչ-որ բաներով միմյանցից տարբերվում է, այ հունական համայնքը ինչ ավանդույթներ, սովորություններ ունի, որ տարբերվում է հայ ժողովրդից եւ իրենք նշում են ոնց հասկաց ապրիլի 13 իրենց համար տոնոր է, կան ուրիշ այլ ավանդույթներ ու սովորություններ, որ հույները տարբերվում են հայերից։ Գեղեցականները։ Հա, երևի թե նախ ասեմ, որ հույները շատ կրոնական ազգ են։ Հույները շատ սիրում են նշել իրենց անվանակոչության օրերը, որոնք սրբերի օրեր են եւ այդ օրը բոլորը, եթե օրինակ, չգիտեմ, մայիսի, այ հիմա մոտենում է մայիսի 21-ը, որ այդ օրը նշում են էլենիներն ու կոստանդինոսներն իրենց անվանակոչության օրը, շնորհավորանքներ են ստանում, շատ ավելի մեծ շուկով են նշում, քան երևի իրենց ծննդյան օրը։ Մենք փորձում ենք այդ ավանդույթը ինչ-որ մի ձևով Հայաստանում պահպանենք եւ վերջերս նկատել եմ, որ իսկապես այդ ավանդույթը նաև Հայաստան է մտնում, օրինակ Սուրբ Հարության օրը զանգահարում են բոլոր հարությունների շնորհավորում են ու դա գեղեցիկ ավանդույթ է իրականում, հա, իհարկե։ Եվս մի տոն տարվա մեջ, որովհետև իրականում որ այսպես նայում ես տարվա մեջ այնքան դաժան տխուր բաներ են լինում, որ եւս մի օր տոնը մեզ չի խանգարի։ Այո, ավելորդ չէ այստեղ։ Այո։ Եվ քանի որ եկեղեցական շատ կրոնական ազգ են, այս պահին քանի որ մենք գործող եկեղեցի չունենք, որպես այդպեսի, չունենք հույն հոգևորականով արարողություններ կանի, ծես կանի, մկրտություն, հարսանիք, պատարագ եւ այլն, դա բավականին հետ է պահում համայնքը իր հիմնական ավանդույթներից, քանի որ մենք չենք կարողանում ամուսնանալ հունական կարգով, չենք կարողանում մկրտվել հունական կարգով։ Այդ դեպքում իրենք մկրտվում եւ ամուսնանում են հայկական կարգով։ Այո, մեզ այն շատերը, այդ թվում ես հայկական եկեղեցու եմ մկրտված։ Հայկական կարգով են մկրտվում եւ ամեն ինչ արդեն մեր կյանքը կենցաղը հայկական եկեղեցու հետ է կապված, նույնիսկ մեր զատիկն ենք արդեն, եթե հաստատ հայկականը նշում ենք, եւ հնարավորության դեպքում նաեւ հունականն ենք նշում։ Հունականը մի քիչ ավելի իր խոհանոցով հունական զատիկն ավելի ուրիշ տեսք ունի։ Խոհանոց ունեն ու ինչ համեր ունեն իրենք հայերից տարբերվող։ Նմանություններ վստահաբար կլինեն նաեւ։ Այսպես ասեմ, եթե մեր հունական զատիկը սկսում է մի քանի օր առաջ, որովհետև պետք է կարողանաս ճարես, գտնես այծ կամ գառ։ Հա, այդ բոլորը դրանով են զբաղված ու քանի որ այծը գառը մի ընտանիքի համար չի եւ դա պատրաստել է մի հոգու գործ չի, մի քանի ընտանիքներով հավաքվում են, առավոտից այծը խորովում են, գառը խորովում են, մենք նույնիսկ դրա հետ կապված մի հատ հաղորդում էինք նկարել, թե ինչպես ենք համայնքում նշում այդ զատիկը հունական։ Այդպես մնացածը արդեն նույն ձուն է, նույն ցուրեկին է, որը կուլիչն է։ Այո։
Զուտ անունները տարբեր են։ Հա, անունները տարբեր են, բայց ավելի մսային է, որովհետև բավական երկար, ինչպես նաև հայերը, բավական երկար պահքի մեջ են լինում, ապոկրեասից հետո բավական երկար պահքի մեջ են լինում եւ դրանից հետո պետք է վերջապես միս ուտելու ժամանակը գա։ Հետաքրքիր է հույները իրենց մեջ հաղորդակցվում են իրենց լեզվով եւ տիրապետում են հայերենին, թե ամեն դեպքում ինչ որ այսպես պոնտական բառ։ Մեր նախնիները, որ եկան Պոնտոսից, իրենց հետ բերեցին պոնտական բարբառը, որը բավական շատ է տարբերում հունարենից, ինչպես համշերներենը հայերենից, այո։ Եվ պոնտական բարբառը հունարենից ձևավորվել է հին հունարենից լրիվ առանձին ճյուղով։ Շատ նման է հին հունարենին, կարող եք դուք լրիվ շատ լավ տիրապետել նոր հունարենին եւ չհասկանալ պոնտական բարբառը։ Ոնց որ լավ հայերենին տիրապետում ես, բայց համշենականը չես հասկանում, այո, եւ այսպեսի մի խնդիր եղավ մեզ մոտ, երբ 90-ականներին շատ մեծ ընտանիքներ գնացին, այն սերունդը, որ պետք է իր հաջորդ սերնդին փոխանցեր այդ լեզուն, գնաց։ Այսինքն այն աշխատունակ միջին սերունդը, որ պետք է կրեր, ընտանիքում կրեր, ավանդույթ ստեղծեր եւ փոխանցեր, հեռացավ երկրից։ Եվ մնացին տատիկները, ու այս պահին մեր տատիկներն են ու պապիկներն են խոսում պոնտերեն։ Մենք մի քանիսս հասկանում ենք ինչ-որ ընտանեկան ավանդույթներից, բայց նոր սերունդը արդեն նոր հունարեն է դեպի գնում սովորելու եւ դասերին էլ հիմնականում ավելի մեծ ցանկությամբ սովորում են նոր հունարեն, որովհետև նոր հունարենը նաև եւս մեկ օտար լեզու է, եւս մեկ պլյուս, այսպես ասած, մեր ինքնակենսագրականի մեջ։ Բայց մենք մեր բնականաբար մեր այդ ավանդույթը, լեզվի ավանդույթը չենք մոռանում եւ 21 թվականին մենք դիմեցինք մշակույթի նախարարություն, Հայաստանի մշակույթի նախարարություն, որպեսզի պոնտիերենը Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն խոսվածքը ընդգրկվի Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում եւ դրական պատասխան ստացան։ Այո, եւ դա պահպանվել է։ Բարբառները հարստություն են եւ կապ չունի դա հայ ժողովրդի համար է թե բնականաբար։ Հիմա երիտասարդական թևի մասին եթե խոսենք, ինչ քայլեր կան հետագայի համար հունական համայնքի հետ կապված, կան ինչ-որ միջոցառումներ, որոնք որ շուտով պիտի տեղի ունենան, մանավանդ մայիսի 21-ը, եթե չեմ սխալվում։ Մինչև մայիսի 21-ը ունենք միջոցառում։ Այո, կարող ենք մի փոքր խոսել հետագա պլանների ու ծրագրերի մասին։ Մոտակա մեր միջոցառումը ոչ այդքան իրականում ուրախ առիթով է, մայիսի 19-ին ենք պատրաստվում, որը հույն պոնտիների ցեղասպանության տարելիցն է, որը այցելում ենք հիմնականում միշտ Ալավերդի, քանի որ մեր ամենից համայնքը Ալավերդիում է եւ այնտեղ գտնվում է մեր միակ հուշարձանը, խաչքարը, հունական ցեղասպանության նվիրված, դա է լինելու մոտակա մեր միջոցառումը, բայց ինչը կապված է երիտասարդական թևի հետ, այն ինչ որ ամենաակտիվն է կարծում եմ, եթե հունասերն են ու երիտասարդ հույներն են ներգրաված։ Այո, դե մոտ ունենք նաև կինոդիտում, համայնքում չէ, եթե չեմ սխալվում, կինոդիտումը լինելու է հետաքրքիր անիմացիոն ֆիլմ, կարող են միանալ ցանկացողները, մեր էջին կարող են հետևել եւ ամբողջ ինֆորմացիան հիմնականում մեր էջում լինում է դրված։ Բարի դասերը կշարունակվեն այս ընթացքում իհարկե, բայց մեր գլխավոր նպատակը, ինչպես ոնց որ նախկինում ասեցինք, կապեր ստեղծելն է երեխաների միջև եւ հույն երեխաների եւ մեր ամբողջ ներուժը պետք է հիմա էլի կենտրոնացնենք մեր ամառվա ճամբարը կազմակերպելու, հասկանանք այս անգամ ոնց ենք լցնում երեխաների առօրյան, որովհետև թեմա է լինելու ճամբարը։ Միշտ ունեն մեկ մի հատ գլխավոր թեմա, այսինքն թատրոն ենք բեմադրում մեկ պատահել է։ Դե եթե հույն է թատրոն միանշանակ կարծում եմ, այստեղ հոմանիշ բառեր են կարծում եմ այս դեպքում, այո։ Այո, պետք է մտածենք, հասկանանք այս անգամ երեխաներին ինչով զբաղեցնել, դե լեզվի դասը միանշանակ լինում է, ինչ որ բազային։ Այո, եւ համագործակցությունները, ում հետ կարելի է համագործակցել ճամբարում, լրացնեմ Դիանայի խոսքը, օրինակ սովորաբար երիտասարդներն են բնականաբար ճամբարն իրականացնում, մենք ենք գնում որպես ջոկատավարներ, երեխաների առօրյան կազմակերպելու։ Դա շատ հետաքրքիր աշխատանք է։ Բայց մենք նաև համագործակցություններ ենք անում, օրինակ անցած տարի մեզ հետ մեր ճամբարում երեխաների, այսպես ասած, հետաքրքիր ժամանց ապահովեցին նաև երկու մասնագետ, մեկը արդեն մեր ընկերն է դարձել Թեհմինե Մարտոյանը, ցեղասպանության թանգարանից, ով շատ հետաքրքիր դասախոսություն կարդաց երեխաների համար։ Մյուսը Ռուբեն Սարգսյանը 3D վերականգնող հուշարձանները վերականգնում եւ Ռուբենը պատմեց
հելենիստական շրջանի հայկական հանդերձանքի մասին, հելենիստական շրջանի հայկական ամրոցների մասին, շատ հետաքրքիր դասախոսություններ։ Այնտեղ որտեղ մշակույթը էլի միախառնված է։ Այո, մեր բախտը էս հարցում մի քիչ բերել է, այո, մեր համագործակցությունները շատ լավ են ստացվում, որովհետև շատ հեշտ է գտնել մասնագետների, ովքեր եւս հետաքրքրված են հունական մշակույթով, ասենք, նույնը Մատենադարանում ենք հրաշալի համագործակցություններ ունեցանք պարոն Արամ Թոփչյանի, Տիկին Գոհար Մուրադյանի, ովքեր Հոմերոս են թարգմանել, հույն ողբերգակներին են թարգմանել հայերեն եւ իրենց լսելը մեծագույն հաճույք է եւ պարզապես պիտի բախտավոր լինենք, որ հնարավորություն եք այդ մարդկանց հետ շփվելու։ Մարդկանց սակավություն չկա այս դեպքում, որովհետև իսկապես հայկական մշակույթով, կինոյով, թատրոնով հետաքրքրվածները այսպես թե այնպես ուսումնասիրում են նաև հունականը, որովհետև փոխհարաբերություններ մեկը մյուսին նմանվել է ինչ-որ չափով եւ հելենիստական մշակույթ վերջ-վերջո կար Հայաստանում եւ դա նպաստեց հայկական մշակույթի զարգացմանը։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հունական համայնքին մաղթենք լիքը նոր առաջխաղացումներ, իսկապես մեր կողքին միշտ պետք է կարևորենք նաև ազգային փոքրամասնություններին, որովհետև նրանք մերպես ունեն նամանավանդ ունեն հիանալի մշակույթ եւ նրանք են մեզնից սովորում եւ մենք իրենցից։ Դարձյալ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, հունական համայնքի մասին էինք զրուցում, այստեղ էին տաղավարում հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան եւ միության երիտասարդական թևի ղեկավար Դիանա Սմբատյանը։ Մենք այս պահին կարճ դադար կունենանք եթերում եւ դարձյալ հետաքրքիր զրույցներով կվերադառնանք տաղավար։